Նարեկ Կարապետյանը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն։ Վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում նրանք պատարագի կմասնակցեն։ Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ վաղը պատրաստվում է մասնակցել պատարագի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ, հիշեցնենք, պատարագի է մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարապետյանը գրառման մեջ նշել է, որ Փաշինյանի պատարագի մասնակցելու հանգամանքն իրեն երկընտրանքի առաջ էր կանգնեցրել՝ գնալ պատարագի, թե ոչ։ Վերջին 15 տարին ամեն կիրակի ես մասնակցել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, դա ինձ թույլ է տվել չտրվել ունևոր ընտանիքների շատ զավակներին հատուկ թուլություններին։ Այս 15 տարվա մեջ ես գեթ մեկ անգամ չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին մասնակցելուց պատարագին, չնայած նրա գրասենյակը Հայկական ժամանակ թերթի ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։ Հարցը կայանում է հետյալում՝ գնալ պատարագի, ինչպես ամեն շաբաթ, քո սիրած եկեղեցում, որտեղ կլինեն քո հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան, թե չգնալ։ Պատասխանը գտա. գնալ։ Այս եկեղեցին իմ հոգոր առողջարանն է, քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ հաղորդվել պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար։ Բայց կփորձեմ, գրել է Կարապետյանը։